Ինֆոյի հաղորդավարներ Գարիկ Բապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է կրկին եթերում, այսօր տոնական եթեր է, ոչ միայն որ օրն է այդպիսին, որտեղ ուրիշ օր ենք հեռարձակում, մեզ մոտ նկարահանման օրն է տոնական, քան որ այստեղ է մի մարդ, ում ծնունդով է պայմանավորված մեր հաղորդման շատ ծիծաղալի, շատ հավեսով, շատ տարօրինակ ու կասկածելի լինելը։ Ռոբերտ Մարտիրոսյանի ծնունդն է այսօր ընկերներ, եկեք ծափարենք, շնորհավորենք նրան, որ նա կա, ցավացենք մեզ նույն առիթով, ասենք, որ նրան շատ սիրում ենք, ինչքան էլ ուզում է, որ վիրավորենք ու դա զգացվում է, որ սրտից է, կապ չունի, մենք ես շատ սիրում ենք մեր կապուտաչյա, գեղեցիկ եղբայր, ապրես որ կաս, ապրես որ մեզ հետ ես, ապրես որ նու այսքան որ ապրել ես, այսքան էլ ապրես, շատ քեզ սիրում ենք Ռոբերտ ջան։ Շնորհակալություն։ Նույնիսկ կոկորտս թեթև կարկամեց, իրոք չեմ կարողանում հուզմունքից խոսքեր ասել, այսպեսի բարի եւ լավ դրական տեքստեր քեզ այնց վաղուց չէի լսել։ Շնորհակալություն եղբայր, սիրում եմ։ Մինիմում մի տարի էլ չես լսելու դու։ Սիրում եմ ժամանակն է կել սա շարունակությունը, բայց իսկապես շնորհավորում ենք շատ։ Ես շատ ուրախ եմ, որ դու կարողացար այնպես պատահաբար դասավորես, որ քո ծնունդի օրը լինի նկարահանումը, որ հենց եթերով մարդիկ տեսնեն այս անկեղծ էմոցիաները, որ բոլորիս մոտ առաջացել է եւ նաեւ հանդիսատեսի, ովքեր նաեւ մեր հերոստադիտողի էմոցիաները քեզ կփոխանցեն։ Ռոբերտ, շնորհավոր։ Շնորհակալություն, բայց եւս մեկ անգամ շեշտենք, որ նկարահանման օրը մարտի 25-ն է իմ ծննդյան օրը, այլ ոչ այս ապրիլյան կամ մայիսյան օրը, որ եթեր հեռարձակվում այս հաղորդումը։ Ես կուզեմ սիրով ներկայացնել են մարդկանց, ովքեր քո ծննդյան օրվան ներկա են, ոնց որ մեր հյուրատուկ լավ բարի հյուրերին եմ ուզում ներկայացնել։ Ուզում առաջին ներկայացնել կաստինգով անցած շատ տաղանդավոր մի աղջնակի, ով իր ուժերը փորձել է ասել, բախտս բերի կանցնեմ, չէ, կգնամ տուն։ Բախտը բերել է եւ նա անցել է 8 միլիարդ հոգու մեջ, այնպիսի յուրահատուկ է ներկայացել, որ նրան այսօր կանչել ենք այստեղ։ Նրա անունն է Լարա եւ նա ջազ երգչուհի է, Ռոբերտ։ Եկեք Լարային ծափարենք, ասենք բարեկալուց եւ ասեմ մի բան էլ, նրա ծնունդն էլ է այսօր մարտի 20-ին, Ռոբերտ։ Լարա ջան, շնորհավոր։ Այո, այդ տենց ծննդյան նվեր է եղել երկուսիդ։ Եվ այս գեղեցկուի աղջնակին, որը չճանաչեցի իրականում բեքստեջում, տեսա, որտեղ նա փոխվել է, նա փոքր ժամանակվանից է բոլորից ուրախացնում իր տաղանդերով, դերասանուհի երգչուհի Մերի Քոչարյան։ Ներկայացնեմ իմ թիմի մասնակիցներին։ 28 միլիարդ կաստինգի մասնակիցներից մեզ հետ է այսօր Սյունեցի, ասմունքող, զբոսավար, Վաչե Լիլիթ Գալստյան, բարձր ծափարում եք Լիլիթ Գալստյանին, շատ ուրախ, պոզիտիվ, մի քիչ թեթև անհանգստացած ես նկարահանման պրոցեսից, բայց նրան մենք կամաց կբացենք։ Այո, արի մենք մեզ տուրիստի պես պահենք, որ ինքը իրեն լավ է։ Այո, տուրիստի ավելի շատ տեսարժան վայր։ Ավելի շատ անտառ պահենք։ Այո, ավելի շատ ջրվեժ, դեռ ջրվեժի պես ես տաճար եմ ինձ պահում։ Ռոբերտի կոթողն եմ ես, ընտրում եմ թատրոնի, կինոյի դերասան, նաև էլի ասմունքող, կարելի է ասել ասմունքող, իհարկե կարելի է ասել, նա ասմունքում է, մենք սա երեքս միասին կասմունքենք, Վաչե Եղիթյան, բարձր ծափարում ենք Վաչեին։ Ես ուզում եմ մեր հաջորդ գործընկերոջը մեր սիրելի շնորհակալություն հայտնել, բայց այս ամբողջությամբ իմ կարծիքն եմ ասելու, ոնց որ իրենց տեքստը չեմ ուզում կարդալ, սա ինչ ասեմ, ես այդպես եմ մտածում։ Սիրով։ Լավ։ Ես կարծում եմ, որ Unlim Basic անսահմանափակ ինտերնետը ընդամենը 3500 դրամ է 30 օրվա համար։ Եվ ես իրոք համոզված եմ, որ զանգեր 200 րոպե ցանցի ներսում, ցանցեր, նույնիսկ ես խորացել եմ, որ ԱՄՆ, Կանադա, MTS, Ռուսաստան ու այն որ մտածում էի Հնդկաստան նույնիսկ, T2, ամենահետաքրքիրը որ ներցանցային խոսելաժամանակ 10,000 ներցանցային րոպե, 200 րոպե փաթեթը սպառելուց հետո 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր։ Ամենաշատը դες ինչ եմ մտածում։ Ինչ։ Այլ մտածում եմ, որ կոդ էս ամեն ինչի կարա լինի, օրինակ չգիտեմ, աստղանիշ, հա, ասենք 208 կամ էլի աստղանիշ, կամ 3500, ասենք վերջում բանդականիշ,
Շատ լավն էր, բայց արտիստիզմը թույլ էր։ Շատ լավն էր, շեկատակ Ասած մեծատա ավելի ուժ է։ Չէ, իրոք լավն էր, նա Շիրվանզադեի արտիստը մարմնավորում է ստացել Գարիկի մեջ։ Մասնակիցներն իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող են լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ չի պատահել։ ահա, բայց պետք է կարդացած մարդ այն ներկայացնի Իբրև թե իր ճիշտ ճիշտ պատմությունը։ պատմությունը, սուտ է, ճիշտ պատմությունը։ Մեկ միավոր երբ է գնում մրցակից թիմին, Երբ որ Այսօր։ իրենք ճիշտ են պատասխանում։ ճիշտ են պատասխանում, բայց եթե սխալ, Չի գնում։ ապրես Լիլիթ ջան։ Ահա։ Մերի ջան, սկսում ենք ձեր պատմությունից։ Okay. Ցանկացած նկարահանումից առաջ ես մոտենում եմ ռեժիսորին ու խնդրում եմ, որ նկարահանման ժամանակ բոլորի ներկայությամբ բարձր գոռա ինձ վրա։ Իսկ գոռալը ոնց է, ինքը ինչ որ միայն բղավոց է, թե նաև ուղղորդվում է բառերով աղջի հլը։ Արամերի։ Ինչ բառ։ Ամեն ռեժիսոր մի ձև է։ Խնդրում եմ, տարբեր ռեժիսորների։ Բայց գիտեն ոնց բղավեն, էլի, իմ վրա որ կռիվ դրանց ինչ որ Հասկացա, ինչ որ չվիրավորվեմ։ Բղավոցը ինչ Ճապերի ճանցն են։ ինչ տեքստերով է ուղղորդվում։ Դե ասենք մի անգամ եղել է ուղակի Մերի ջան, կարող է սթափվես մի հատ, նկարվում է այստեղ, սենց ինչ որ։ Էլի քո խնդրանքով, բայց դա։ Հա, իրանք արդեն գիտեն, ոնց որ իմ հետ երկար աշխատում են, արդեն գիտեն, որ երբ որ ես չեմ կենտրոնանում, տենց դեպքեր լինում են ցավոք սրտի երբեմն, ոնց որ ասում եմ արտնացի մի հատ աղջիկ ջան։ Այսինքն այս նկարահանման ընթացքում կարող է Գարիկը որպես ձեր Հա, թիմի որպես ռեժիսոր։ Ռեժիսոր, այո։ Հա, եթե օքեյ է, ես էլ միանամ խաղճանքին, հա։ Լավ։ Լավ։ Մի վարքան Լիլիթը ինձ թաքուն բան հարցում։ Ասմունքում։ Ինձ սենց անում։ Թաքուն սենց անում։ Ռոբերտ ջան, հիմա մենք տեսնում ենք Քարանձա։ Իհարկե բարձր, խնդրում եմ բարձր եւ վստահ ինձ ցածրաձայն պետք չի գնաց։ Բայց չես նեղվում դրանից։ Լավ հարց էր իրականում։ Չէ, դե չեմ նեղվում, որովհետև ես եմ ասում, որ գոռան, բայց եղել է իհարկե դեպքեր, որ նենց գոռան մի քիչ Չափերը անցել է։ Հա, էլի ոնց որ ասեմ, չէ, դե տենց մի Որն է, քիչ օրինակ, Խնդրում ես որ չգոռա։ Չէ, օրինակ, նայեք, ես չեմ սիրում, որ ինձ ասում են աղջիկ ջան, այդ խոսքը ես չեմ սիրում։ Արդյոք դու չես կարողանում քեզ կառավարես, մի հատ հավաքես, որ այդ համաձայնվում ես իմ։ Լիլիթը ոնց որ նայի, հաղորդում։ Հա, ասում։ Ինչ դու չես կարողանում քեզ օրինակ կառավարես եւ գործին վերաբերվես որպես գործ, որ տենց կողքից նկատողություն Դա չանի։ ամեն անգամ հո չի լինում։ Ամեն նկարման ամեն օր չի, բայց լինում են տենց օրեր, որ առավոտից մինչև երեկո նկարման ենք լինում, դադարները քիչ են լինում, արդեն են որ չգիտես ինչ անես եւ ոնց, լինում են որ պահի տակ շեղվում ես, Մի հատ վստահ հարց էլի մի հատ վստահներից։ Վստահներից։ Հասկացա։ Ինձ ուզում ոչ մի հարց վստահ դեմքով ուղղակի կա։ Դու որպես բազմաթիվ ֆիլմերում արարած մարդ։ Այո, սուտ է այս պատմությունը։ Սուտ է։ Այո։ Ես էլ եմ մտածում սուտ է, որովհետև իր այդ կինո թատրոն աշխարհից պատմեց ու սենց շատ սահուն, այդ իր ժանրից պատմեց ու շատ սահուն պատմեց, դրա համար շատ սուտ է։ Ես միանում եմ իմ թիմի մասնակիցների հետ եւ կարծում եմ որ սուտ է։ Բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը։ Ինչ։ Իրոք ինչ։ Ինչ հարցեր։ Սուտ է։ այս պատմությունը Իհարկե, նշանակ։ Լիլիթ ջան, ապրես։ Բայց չդնապրես վար պատմություն էր, ասեմ իմանաս։ Բարիկ ջան, մեկ միավոր։ Ես կնվիրեմ քեզ մեկ միավոր, կակրած բան չէի նվիրել քեզ։ Ոչ, նվիրելը խնդրում եմ, շատ սխալ ձևակերպում, մենք վաստակեցինք այս միավորը գնա վերնգի տեղը։ Լավ, եթե դու սան նվեր չես հաշվում, Ռոբ, որպես։ Ես էլ որպես կոնկեր անհնար է առանց նվեր այսօր գայ։ Գիտես ես ներողություն։ Գիտես ես ոնց որ հարց ու փորձ արեցի մեր ստեղծագործական թիմին, մեր ռեժիսորին Մայսին Հայրապետյան, ասի ինչ կարելի է Ռոբին նվիրել, օգտեք ինձ, ասի չեմ կողնորոշվում։ Ամեն մեկը իր կարծիքը ասեց, թե ինչն է պակասում քեզ, բայց հիմնականում ոնց որ բոլորը խոսում էին, որ ուզում ենք որ Ռոբը առողջ լինի այդ կոնտեքստում, եւ ես առողջության շրջանակներում ուզում եմ այսօր ինձ։ Նվիրում եմ քեզ բժիշկ։ Նվերների տրամաբանությունը տեղավորեմ առողջության շրջանակներում, սրտանց սիրով։ Խնդրում եմ, նվերը բերեք։ Արդեն վախենում եմ տեսնել։ Oh my God։ Չէ, Ռոբ ջան, իրոք
Քանի որ քո առողջությունը ուղիղ կապ ունի քո տրամադրության հետ, իսկ քո տրամադրությունը ուղիղ կապ ունի նաև մեր տրամադրության հետ, ես էլ ուզում սիրով քեզ նվիրել Մերսում։ Չի քինչի, ես ուզում եմ լինել։ Մեր եղբայրը հայերեն չի հասկանում, իր այդ մի շփթի պարզապես արի խելոք պարկի լավագույն մասնագետներից է, նա Seven Star Spa-ում աշխատում ու շատ սիրով է եկել այսօր։ Բարև ձեզ։ Իսկապես լավագույն մանուալ թերապիստներից է, դու հիմա քո վրա կզգաս, ինքն էլ քո վրա այդ կզգա։ Պարկիր, բայց մենք քանի որ պրոֆեսիոնալներ ենք հաղորդում ամեն դեպքում պիտի շարունակենք։ Վաչե ջան, այո, քո հերթ։ Իմ պատմությունը։ Nice, nice. Good. Վաչե ջան, խնդրեմ, քո պատմությունը։ Ես կներեք եմ փուչիկ-փուչիկներն եմ ուզում էլի։ Գնացինք, ես գիտեմ շատ տարօրինակ, բայց աշխատող մեթոդ մազերը խուճուճացնելու համար։ Բայց դու դրա խնդիրը ինչի ունես, որովհետև դու ոնց որ Իսկ ո՞նց է իրական քո մազերը առանց սարքելու։ Սենց է։ Ուղղակի հասկացա։ Իսկ ո՞րն է այդ տարօրինակ մեթոդը։ շատ լավ է։ Տարօրինակ մեթոդը։ Ներողություն, շատ Իհարկե, ներողություն էլի Վաչե ջան։ Որն է տարօրինակ մեթոդը հիշենք այդ հարցը, որտեղ մենք մի հատ էլ նվեր ունենք։ Մենք ոնց որ նաև իմ ընտանիքից շատ են ուզում Ռոբին նվեր անեն, Մարիանան Ռոբին տորտ է պատրաստել, ուզում եմ Մարիանային այստեղ հրավիրենք, Ռոբին տորտ հրավիրենք։ Ռոբ ջան, փչիր, դու տեսնում ես վրան 0 է, բայց 0-ն ավելի շատ ոչ թե քո տարիքն է, այլ տեսքը։ Շնորհավոր, Ռոբերտ, շնորհավոր։ Ես ուզում եմ բռնած լինեմ այս տորտը, չէ, այսենց էլի խնդրում եմ։ Բայց պետք է փորձես անպայման, որտեվ ինքը շատ Դալիճից լսեցին, յախ։ Շնորհակալություն Մարիանա ջան, Մարիանային բարձր շապարում ենք այս գենետիկ տվերի համար։ Կներես Վաչե ջան, որն է Ինչ էր հարցը, որն է այդ մեթոդը։ Տարօրինակ մեթոդ։ Մի քիչ եթերային չի, ոչինչ որ է։ Ասկի եթերային չի որն է, մաքուր բան է, բայց այտենց մի քիչ կարող է հակահիգենիկ թվա, դա մինչև 6 ամսական երեխայի այս ինչա խմում, ինչա գնում է դա։ երեխայի մեզով ես բանանում։ Այո։ Իսկ այդ անում եք հետո լվում եք, թե այդ անում եք հետո լվում եք, թե այդ լողանում եք հետո եք անում։ Դրանով ես լվանում։ Մենակ դրանով շամպուն չեք Այո, անում։ ոչ, չի կարելի։ Իսկ որտեղից ես հայթայթում անդադար Այդ երեխայի մեջ։ ամենադժվար process-ն է։ Եթե չունես հարևան կամ բարեկամ, որ ունի մինչև 6 ամսական երեխա, ուրեմն դժվար է, դու չես ունենա նորմալ խուճուճ մազեր։ Իսկ եթե ունես, հավաքի Իսկ մոմենտ հարց։ Եթե 6 տարեկանից ավել է, ի՞նչ է լինում մազերի հետ։ Ամսակ, հա, այդ Չի խոճուճանում։ Դե զզվելի է այդ։ Դե կարող է լինում, ապրոստը չեմ փորձել։ Ես Վաչեն ստան եղել եմ, երբ որ ինքը նկարումից արդեն տանը Չես տեսել հավաքաններ։ Եվ 5 րոպեից սպասել եմ։ Չէ, մազերը իսկապես ուրիշ տեսք ունեցել, մի քիչ ավելի sense Իմ մազերը, հա։ գզգզված։ Հետո ինքը մեր փոքր երեխու հետ գնաց բաղնիկ, սիրուն մազերով հետ եկավ։ Իրականում Գզգզված չէր, գյոզգյոզված էր։ բայց մեր նոր թեմայի մեջ եմ եկա։ Բայց ես ուզում եմ հասկանամ դու դա ոնց ես այդ մեթոդը հասկացել, ումից ես իմացել, որ տենց ճիշտ գանգուններ են ստեղծվում։ Գյուղում տատիկ կար, այդ տատիկը այդ մեթոդը ասեց։ Արեց։ 6 ամսական տատիկ կար, արեց։ Ես մա Ռոբի մազերն էլ էր սարքում մեր ընկերս ու գա։ Այդ նույն մեթոդով։ Ռոբ։ Ես լուրջ Լավ, ուզում եմ աշկը իջե վերցան կպա։ ես մարդը։ Արի մոտս էլի։ Եկեք մեր ընկերոջն ասենք շնորհակալություն։ Спасибо, дорогой, спасибо огромное. Thank you, Europe. Спасибо. Նամաստե։
Արա այսպես առողջ, այսպես լավ տակացած մկաններով Ես եք շատ ուզում։ թարմ եմ։ Спасибо огромное. Спасибо огромное. Привет из Армении. Այդ բարձր ծափարեք մեր թողնջերքը դերա։ Տիմուր։ Тимурին, այո, Տիմուր ջան, մի հատ գանք առաջ։ Тимур ջան, все хотят Тимур! поклон, чтобы... Спасибо, Тимур, от души. Ինչ եք ասում, վա չես Ես պատմությունը չեմ ճիշտ է։ հավատում, չեմ։ Չեք հավատում։ Ասեմ հավատում եմ։ Հավատում ես, որ վա չէ, մազերը միզած է։ Այո։ Չեմ հավատում, չեմ։ Չեք հավատում։ Պատմությունը շատ ծիծաղալու պատմությունը սուտ է։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Մատ խնդրում եմ Մինչև 6 տարեկան, մինչև 6 ամսական երեխաների ներսով։ Սուպեր, Բայց իհարկե։ շատ լավ ես պատմել։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում, հանդիսանալով Samsung, Nokia եւ Samsung, Nokia Redmi iPhone։ եւ այդ iPhone-ի բայց ընկերության անունը ի՞նչ է։ Apple, այո, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես Արտադրողից։ Այո, մի նայի, բայց իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտեր եւ հնարավորություն տալ մտերիմներին, որ հենց իրենք ընտրեն իրենց ճաշակով հեռախոսներ։ Դու հեռախոս օրինակ մայրիկիդ համար երբ ես գնելու, երբ ես ապացուցելու, որ աղջիկը նրանց արդեն վաստակում է բավականին։ Երբ որ նկարվեմ 0 իվարում։ Այսինքն երբեք, հասկացանք, Mobile Center։ Իմ ուսուցչուհին կոտրել է իմ մեջ եղած բանաստեղծական ջիղը։ Օ, կոտրել է իմ մեջ եղած ծաղկամանը, իմ մեջ եղա։ Մատ խնդրում եմ, ուսուցչուհին հայոց լեզվի եւ գրականության։ Այո, այս լեզվով գրականության իմ ուսուցիչ։ Ես 4 դասարանում էի այդ ժամանակ ու ինձ թվում էր, որ ինձ չէր թվում, ես բանաստեղծական շունչ էի զգում, ասենց ոնց որ տենց ոգի էի իմ մեջ զգում եւ ուզում էի, որ ինձ ոգևորեն գնահատեն, իմ ուսուցչուհին չգնահատեց։ Իսկ որ ստեղծագործությունը քո Կարիերան դադարեցրի։ այո, որը կարդաց եւ նա ասեց դու անտաղանդ ես։ Մանկիկ էր։ Մանկիկը, խնդրում եմ, լսենք մանկիկը։ Հա, լսեք։ Լսենք մանկիկը, մանավանդ ասմունքող մենք ունենք, հիմա կասմունքի մանկիկը։ Մինչև մանկիկը ասել է, ուզում ասել, որ ես իր ոնց որ լավ։ Չենք ուզում միջև մանկիկը ասելը։ Մանկիկը։ Քամին հավաքեց աստղերի փոշին։ Եվ Շուր երկար է հավաքում։ Բալեն ինչ գործ եմ տվել։ Քամին Քամին հավաք։ հավաքեց աստղերի փոշին եւ լցրեց քարացած մայրիկի վրա։ Մայրը արտասվեց։ Գոնե մայրիկի փեշին լիներ։ Մայրը արտասվեց։ Արցունքը կաթած մանկիկի վրա։ Հետո Մանկիկը կյանք առավ։ վերջ լուրջ եմ ասում իսկ ճիշտ արեց չէ պետք է ցուցապայտը կոտրեր քո գլխին ոչ թե ջիղը կոտրեր պետք է գիրքը կոտրեր գլխին էդ ինչա հիմա մատ ուզում եք հետաքրքիր բան ասեմ նայեք նույնը հիմա մի հատ էլ ասա նայեք նույնությամբ կարողանում ա կրկնել ինքը հիմա խնդրում եմ այս բանաստեղծությունը նույնը ասա մի հատ էլ կարդա մի հատ էլ լսենք Չէ լավ դես։ չէ ասա Աչքերս փակ արտնացնես կասեմ ես։ հիմա ասա։ Քամին հավաքեց աստղերի փոշին եւ լցրեց քարացած մայրիկի վրա։ Մայրը արտասվեց։ Արցունքը կաթած մանկիկի վրա։ Մանկիկը արտնացավ։ Մարկը արտացավ գնաց Տեսավ երազ։ լուրջ լսելով այս բանաստեղծությունը ինքը ինչ ասես գարիկ Դեսի վերջը չեմ հիշում, իսկականից վերջը կարող չարտնացավ էլ, ես հիմա դες վստահ չեմ։ Բայց որ արտասվեց վրան այդ 100% տենց է։ ինչ ես մտածում Ես չես հավատում ոչ, դու չես հավատում ոչ, Բայց մի կարելի է հարց։ Այո, կարելի է։ Ինչին չես հավատում։ որ դու ունեցել ես բանաստեղծական ջի։ Որ դու ցածել ես մանկություն չես հավատում Ոչ։
Չէ, ես հավատում եմ ավելի շատ, Հավատում որովհետև Գարիկը բան բազմաֆունկցիոնալ զարգացած է, հաստատ էդ էլ փորձած կլինի։ Դու հավատում ես, դու չեմ հավատում։ Ես ուզում եմ նորեկներին շանս տալ, ճանապարհ բացել եւ համաձայնվում եմ քեզ հետ։ Բայց գիտես որ սուտա լինում այնտեղ ճանապարհը փակվում է։ Ինչի։ Եթե սխալ ես լինում, ճանապարհը միանգամից փակվում է, այդ դռները Եդեմի դեպի հայկական մեդիա աշխարհ փակվում է։ Ես հավատում եմ, քեզ հետ միանում եմ։ Այդ պատմությունը ինչքան էլ անհավանական եւ տարօրինակ է, կներես, ճիշտ է։ Չէ, դե իհարկե այս պատմությունը ճիշտ է։ Դիլիջան, ապրես։ Վատոդած, այո, ճապրես։ Լավ։ Ահա, երկու միավոր վատ չէ։ Մեր հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը իր Շուշի Փելես նախագծով։ Իդեպ, եթե փնտրում եք բնակարան Շուշի Փելես բազմաբնակարանի համալիրում, մնացել է թվով քիչ, բայց շատ հարմարավետ ժամանակակից բնակարաններ։ Ձեր տնից ընդամենը մի քանի քայլ այն կողմ կգործեն ռեստորան, գեղեցկության սրահ, սուպերմարկետ, Քիմ մաքրում, ատամնաբուժարան, մանկական կենտրոն եւ մարզասրահ։ Տարածքից կարող եք դուրս չգալ բարձրապես։ Շատ լավ, ինձ խնդրում եմ մեկ հատ տուն փաթաթի Շուշի Փելեսում։ Խնդրում եմ տուն փաթաթի հենց հիմա ինձ համար։ Փաթաթում եմ։ Փաթաթի։ Տանում եք տեսեք ապրում։ Թե իրոք փաթաթ ամեն ինչ կա բարձր կյանքի որակն ապահովելու համար գործում է նաև եկամտահարկի օրենքը։ Ես ուզում եք տուն Շուշի Փելեսում, մի հատ քեզ ուզում ես։ Դու, վերջ, մենք 6-ս հարևաններ ենք։ Շուշի Փելես, հարևաններ ընդմիշտ։ Մեր հաղորդման գործընկերն է Glovo-ն։ Glovo-ի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում։ Սնունդ, մթերքներ, դեղատներ, նվերներ, ամեն ինչ մեկ հարթակում։ Միայն ներբեռնում եք հավելվածը, ունես Glovo հավելված հեռախոսի մեջ։ Ամոթ։ Glovo-ն ունի հատուկ նվեր մեր հաղորդման դիտողների եւ քեզ համար Լիլիթ ջան։ Եթե դեռ օգտատեր չեք, օգտագործի Ռոբերտիկ պրոմո կոդը եւ կստանաս, գիտես ինչ կան։ 2000 դրամ զեղչ առաջին պատվերի համար։ Ուսա կարելի ասել զեղչ չէ, խեղճ է։ Բայց էլի բան է, Glovo միասին համեղ է եւ զեղչ։ Բարձր ծապանենք։ Glovo, էլի բան է։ Ես եմ։ Շատ այ, բայց մինչև քո պատմությունը կարդալը Ռոբերտ, որպեսզի դու լինես թարմ, քո աչքերը փայլեն, մաշկը փայլի, ես ուզում եմ քեզ միացնենք կաթիլայինով շատ հետաքրքիր ինֆուզիոն, բարև ձեզ, ինֆուզիոն մի պրոցեդուրա, որի արդյունքում դու այնքան լավ ես քեզ զգալու, Բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ ինչի համար որ վատ եմ։ նստի Ռոբ, Աջ ձեռքդ է ձախ։ մենք էլի խաղանք, պարզապես միացնենք ես։ Ձախ, ձախը։ Շատ հետաքրքիր պրոցեդուրա ես դու հիմա անցնելու, Ռոբ, չասեմ կոնկրետ ինչ, բայց իմացի, որ սրանից օգտվում են Ջասթին Բիբերը ենք, բան, որոնք տես թարմ են։ Ոսա Էփշտեյնի կզուց բերված ինչ-որ բան է։ Սա։ Ես իմ ընկերոջը զանգեցի, ասի Ռոբին ուզում սենց նվեր անեմ, իրանք շատ մարդկանց է երջանկացրել եւ գեղեցկացրել եւ թարմացրել։ Ու սենց Ես գամ այդտեղ։ ուղարկեցին քեզ մի հատ հավես կոմպլեքս։ Լավ, դու կարդա, ընթացքում կարդա։ Լավ, կարդամ։ Ցանկացած երկրում գտնվելիս տեղացիների հետ ձևացնում եմ, որ խոսում եմ նրանց մայրենի լեզվով։ Բարի։ Դուք նմանատիպ պատմություն Այո, եւ այս պատմությունը Նմանատիպ է։ նմանատիպ է։ Վերջին անգամ որ երկրում ես այդ արել։ Վերջին անգամ արել եմ այսի Ալբանիայում։ Ինչ։ Ալբանիայում։ Դու երբ ես եղել Ալբանիայում։ Անցած տարի Տիրանայում։ Իսկ ինչի համար եք գնացել Ալբանիա։ Ալբանիա ուղղակի որպես զբոսաշրջիկ, ինչի համար են գնում Ոնց Ալբանիա։ են խոսում, իրանք ոնց եք ձևացնում։ Ես ձևացնում եմ, իբր իրենց լեզվով եմ խոսում։ Իրենք չեն Իրանք որ չեն հասկանում, հա։ Ոնց եք Ուղղակի ձևացնում։ բառեր եմ ասում, Պերեպենտո Սարանտոս, բաներ եմ ասում, թե Էնվեր Խոջայի անունն է մեջը դնում, որ իրանք բանի այդ բռնապետի անունն էլ տես մեջը լի, իրանք սենց ոնց որ իմանան, որ դա կենտրոնանան, որ սա ալբանական ինչ-որ ծանոթ բան ասեց։ Ֆուտբոլիստերի անուններ եմ ալբանացի մեջը մտցնում, բան, որ ասեն, օրեսի ծանոթ անուններ, ուրեմն ալբաներ են։
Ու դից խոսում եմ։ Իսկ որ մեկը գար ձեր հետ խոսելու հայերեն։ Հայերեն։ Իբր հայերեն։ Ուղղակի արագում ասել հայերի կապիտանը։ Կավատար։ Հա, բայց չի եղել դες բան, հա, դե կասի սով արեցի։ Ուղղակի չեն ասում, կամ չեմ հասկանում, որ ասում եմ, Ռումինիայում եմ արել տենց։ Բայց իմաստը դրա ո՞րն է, հավեսը դրա։ Իմաս ասեմ, այ լավ հարց էր։ Այդ շահիդ է սպասում եմ ես այս հարցին։ Իմաս չունի։ Իրաք իմաս չկա, պարզապես զվարճանք է սա։ Իսկ դու դա անում ես, որ քո հետի մարդիկ ծիծաղեն։ Այո։ Եկել է որ մենակով անես։ Ոչ, միայնակ չեմ արել, ոչ, միայնակ չեմ արել։ Ռեալ նորմալ։ Չէ, միայնակ չեմ արել։ Մենք լինում ենք ընկերներով ու ոնց որ դա ավելի տենց զվարճալի եւ ուրախալի։ Զվարճացնում ես ընկերներիդ։ Մտցնելուց ասեք, էլի։ Ծիկ պահեմ։ Չձգես։ Դասի եթե sense բաներ չես սիրում, հաջորդ նվերը չկանչեմ, որտեվ եթե Հաջորդը հոգնա, հա։ չէ, Հաջորդը Ռոբերտ ջան եկել է Հայաստանում ամենամեծ հոգնայի մասնագետը բաց տուտուզը։ Որովհետեւ արա դու սյուրպրիզ փչացնող մարդ ես, բայց խնդրում եմ հոգնան բերեք, էլի էսի ավելի, որովհետեւ հոգնան գոնե ինքը, լուբրիկանտ, եկեք Գրիգորյան Սյուզին բարձր ծափարենք, դիտա դետոքսիներ ասենք շնորհակալություն, որտեղ հիմա մի հատ Ռոբի դեմքը հիմա այս բան հիշեք եւ կհիշեք մի քիչ հետո արդեն։ Ինչ որ Ջասթին Բիբերի դեմքով։ Սա տատուներով բան մի քիչ հետո Ռոբը։ Լավ, ինչ է կարծում այս պատմությունը մինչև Ռոբի գեղեցկանալը։ Ճիշտ է։ Իդեպ միջև որոշում կայացնեք, ես մաղթում եմ, որ ոչ մեկի ծնունդը սենց չանցնի։ Իդեպ հիմա մենք ներարկում ենք այնտեղ մի բան, որը նվեր է, էլի, ես քեզ չեմ ասի ինչա։ Արդեն ներարկեցի։ Ինչա մեջը բոթաս։ Զորով Եգիպտոսի Տոմսետ։ Հեքիաթային հուրգադա։ Ահ, կարմիր ծով ենք ներարկել մի քիչ ձգով։ Ինչ է կարծում, այս պատմությունը ճիշտ է թե չէ։ Իրոք ասեք, որտեղից քիչ է մնացել ապրել։ Իրոք ապրել շատ քիչ է մնացել, հասցնեմ ասեմ։ Դե հավատում եմ, որովհետև շատ տրամաբանական Հավատում եմ, իսկ այս պատմությունը։ Հա, հավատում եմ։ Հավատում եմ Մերին։ Ես չեմ հավատում, որովհետև կարար ավելի կոնկրետ գրած լիներ։ Մերին հավատում է, դու չես հավատում։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Ես մի հատ բժշկուն բան հարցնեմ, էլի բժշկ, կարելի է Սյուզի ջան բան ասեմ։ Ինչ է օրինակ նշանակում, որ սկսում եմ արդեն օղորմածիկ պապուս տեսնել։ Որ այնտեղից ասում եմ, արի, Ռոբերտ, արի։ Այդ ինչ է նշանակում։ Դասի նշանակում է այովասկան սկսել է ազդել։ Պերու է տանում ինձ դեպի։ Այո, մենք լատինամերիկյան բան ենք փորձում։ Դրա մեր բուժկուրի ակամ շաման է։ Շատ շնորհակալ եք։ Շնորհակալություն, բարձր ծափարում ենք։ Քրոջը ծափարենք, Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ։ Ես թվում եմ այս պատմությունն ասում։ Այսի հեչ, այս ինչ պատմություն է։ Դուք ես ասեք։ Այս պատմությունը իհարկե հարգելի մերի սուտ է։ Կարող եմ բուժկույր։ Չէ, հաստատ գնա հաղորդման համար ենք։ Ես հաղորդման ֆորմատն ասա։ Մեկ միավոր մեզ։ Հիշում ես, որ պալատներ կոնը բայց։ Սաղտև չմտնես։ Մի օրվա մեջ 4 անգամ բարևել եմ Ռոբերտ Մարտիրոսյանին, 4 անգամն էլ նա ինձ արհամարել է։ Բարևել սենց կենթանի շփման ժամանակ։ Բարև Ռոբերտ ջան։ Ոնց։ Կենթանի շփման ժամանակ։ Ճիշտ այս պատմություն։ Չէ։ Ուրեմն ընկեր չէ, ծանոթներիս հետ էի, որ ձեզ ճանաչում էին։ Ես էլ ձեզ շոտ եմ սիրում։ Ովքեր են ծանոթները։ Արդեն սուտան, հենց բաներ ասա։ Դե եթերով չտամ։ Չէ, դուրձը։ Դվինում ա եղել։ Այս կարակ մոնտաժ։ Դվինում ինքը Հայաստանի հին մայրաքաղաքներից։ Շատ։ Դվին։ Մագարանում։ Ռեստորանում։ Ձեզ տեսա։ Նո ընդհանուր ծանոթներ ունեի, որ ձեզ ճանաչում էին։ Մոտ չէինք իրար հետ։ Ուղղակի իմ ընկերուհու գոլեգաներն էին։ Բարևել ասեք, ոչ ունի, բարևեցիք ասեք, բարև Ռոբերտ։ Եկան ձեզ բարևեցին, ես էլ սենց հետևից եմ այդ ժամանակ է կառե մազերով ամոթխած աղջիկ էի։
Եկա, սենց ասի բարև ձեզ, սենց արեցիք։ Բան նայել, հա։ Երևի ուզեցավ բարևի մոռացավ, որովհետև ամեն դեպքում ինչ-որ բան լսեց, սենց Խափում ես։ հայացքով սենց Եսի ինչի տակ ես եղել դու այդ օրը։ Սենց հայացքով սենց անցակ, սենց ու սկսեցիք խոսալ։ No reaction։ Բայց անհնար է, լուրջ եմ ասում, այս պատմության մեջ ես ավելի շատ ոչ թե անշնորհք եմ, այլ լսողության խնդիր։ Մեկը մի քիչ հայացքի խնդիր։ Որովհետև այո, Հա, որովհետև ամբողջ ընթացքում եմ, որ սենց չէ, բայց իսկ թվում է Երրորդն դուք եմ հիմա, ուզում լսեմ, բայց։ եթե այս պատմությունը երրորդն էլ կասեցա, բայց եթե այս պատմությունը ճիշտ եղա, ուրեմն դուք իմ գլխին սարքում եք։ Չէ, դուք սարքում եք, երևի կամ անուշադիր եմ եղել, կամ ինչ-որ տենց Մի արդարացի, ինչ ես արհավիրքից եմ, Իսկ երրորդը։ երրորդ անգամն էլ բակում էիք արդեն։ Երրորդ անգամ բարևեցի, եկասի բարև ձեզ։ Բարևեցի, պաչեցի։ Որովհետև կարոտել էի։ Երեքած դա Չէ, երրորդ անգամ ասեցի բարև ձեզ, ասեցիք սենց այն որ ես ինչ ձեներ։ Այդ տենց ռեակցիա տվեցիք, հետո ասի բարև ձեզ, սենց եք։ Բարև ձեզ։ Ու էլի բան արեցիք, չէ, ժպտացիք իմ հիշալ։ չեմ հավատում այս պատմությունը, նույնիսկ սենց ասեմ, կներեք, չեմ ուզում լսեմ ձեզ։ Դու ինչ ես կարծում։ Դե ես էլ եմ կարծում, ուզում եմ կարծեմ, որ սուտ է, բայց դեպի հետևը գրածա ճիշտ է։ Ես էլ եմ կարծում որ ճիշտ է։ Ճիշտ է, ինչի քեզ էլ չեմ բարևել։ Չէ։ Չէ, ուղղակի հաստատ sense պատմություն եղած։ Այս պատմությունը սուտ է։ Սուտ է, եթե նույնիսկ այդտեղ ճիշտ է գրած, սուտ է։ Սուտա։ Հա։ Այս պատմությունը իրականում ինքն է եղվել լուրջ եմ ասում։ Ամոթ։ Այս իմ համար սուտ պատմություն է։ Բարձր ճաշակը երբեք պատահական չէ։ Այն ձևավորվում է մանրուքներից, ընտրված նյութերից, նրբորեն մտածված լուծումներից եւ կատարյալ համադրությունից։ Էքստերիերի տեսականին պաստառներ, լամինատներ, կերսալիկներ, ջերուցման կաթսաներ, ներսենյակային եւ մուտքի դռներ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ պարագաներ ընտրված են նրանց համար, ովքեր գնահատում են որակը եւ ընտրում են մակարդակ, էքստերիեր, դիմացկունություն, ճաշակ եւ անվիճելի որակ մեկ ընտրությամբ։ Իսկ դու Ռոբերտ, հնչում եմ որպես ճաշակով մարդ, մի հատ հիշողությունների մեջ էլի մեզ տար։ Պատահական չէ, որ այսօրվա հաղորդմանը ես ընտրել եմ հենց այս նկարը, մեր տանը լայվա համավարակի շրջանակներում միշտ էքստերիերի հետ համագործակցում ենք եւ ես սկրինշոթեր եմ առանձնացրել եւ ցույց եմ տալիս եւ պատահական չէ, որ ես հիմա ինձ զգում եմ երկնքում։ Այո։ Ձուկը ջրում չէ, երկնքում, որովհետեւ ձուկը ջրում որ ասեի, ես նկարի հետ ինքը չէր սինխրոնանա։ Ուզում եմ ձուկը ջրում, տես որ չի լինում։ Երկնքում զգում եմ ինձ երկնքում հրեշտակների հետ։ Տեսեք, էքստերիեր ընկերություն այն ժամանակ գիպսից արտադրում էր, ինձ թվում է հիմա նույնպես կունենա, տան համար վերանորոգման իրենք ամեն ինչ ունեն, ամեն ինչ, լամինատներ, սալիկներ, պաստառներ, ծորակներ, լվացարաններ, ունեն նաև հրեշտակներ, որոնք դու կարող ես քո ննջասենյակում առաստաղին ամրացնես եւ ավելի հանգիստ եւ ավելի ապահով մտնես քուն։ Իսկ հիմա մի բան ասեմ, այդ նկարի մա պահի ես դահլիճն եմ հարցնում։ Ասեք որ ռոբը սիստեմայի արդյունքում ավելի երիտասարդ է հիմա, քան այդ նկարի մեջ այն ժամանակ։ Մեր թիմի վերջին մասնակիցը Լիլիթ Լիլիթի պատմությունը։ Շնորհակալ ենք Ջաստին։ Լարված իրավիճակներում բոլոր մարդկանց մերկ են պատկերացնում։ Ինչով է դա օգնում։ Բայց ամենախնդալու բանը ասես։ Որ հիմա դու լարված է։ Նոր որ գալիս էինք ստեղ, ցած այս օրինես լարված եմ։ Բայց վաչինես լարված եմ։ Ինչա քեզ տալիս բոլորին մեր պատկերացնելը։ Իրականում Ինչու հանգստացնում։ Այս տեսությունն է, ես դες դպրոցական տարիներին էի այս տեսության մասին լսել, որ եթե դու չես կարողանում սենց ամբողջի մեջ ներկայանաս կամ մարդկանց քաշվում ես մարդկանց հետ խոսալուց, բնազդաբար իրենց մերկ ես պատկերացնում ու արդեն իրանք են սկսում քեզնից ամաչեն, դու վստահ խոսում։ Որովհետև իրանք մերկ են։ Հա, որովհետև չէ որ դու իրանց մերկ ես պատկերացնում։ Չէ, դե Ակո ենթագիտակցության մեջ։ Լավ, այն պահերին որ ստացվում է, ու իսկապես ոնց որ բոլորը մերկ են լինում։ Այդ լարվածությունը իրոք թողնում է։ Դե հա։ Օրինակ հիմա հանգիստ պատմում եմ։ Իսկ կաստինգի օրը որ եկել ես։ Լարվում, ծածկում են։ Ոնց հիմա բոլորս մերկ ես Կաստինգի օրը որ եկել ես։
Լսի, ուզում ես հաղորդումը եթեր գնանեն, ոնց որ դու պատկերացնում ես։ Պատկերացնում եմ տեսնում։ Ես ինձ համար խնդիր չի։ Որտեղ Ռոբը կա AI-ով մոնտաժանում ես հաղորդումը, որ չլարվեն դե հերոստատիտողները։ Գնաց։ Պատկերացումը լավ է։ Հա, չէ, ես շատ լավ պատկերացում ունեմ։ Հա? Շատ լավ։ Գարիկին օրինակ։ Նորմալ է։ Նորմալ է։ Ռոբինը իսկ ինձ նորմալ չէ։ Հələ հիմա ես ավտոմատիզ եմ լարվում, անիմացիա եմ սկսում բոլորը ուրիշ ձև Իսկ տեսնել։ չի եղել, որ այդ լարվածությունը անցնի, ուղղակի անցնի, Անցնի, տեսնես, որ լարված չէ, իրոք էլ չպատկերացնեք մեր մարդկանց, Չի դե չի հենց այդ եմ ասում, որ այդ արդեն որ կարողանում եմ համարյա այդ օրենք չէ, այդ տեսությունը չեմ օգտագործել։ Տեսությունը անցել է։ Հա, արդեն անցել է։ Չգիտեմ, ինձ թվում է ինքան ամաչկոտ աղջիկա, եթե նույնիսկ սենց բան լիներ, չէր պատմի սցենարիստներին։ Ես տենց եմ մտ, չէ, չեմ հավատում։ Չես հավատում ես։ Okay, ես իդեպ եթե վատել զգաս, ասա որ փոխեմ նվերը, որտեղ երկու տարբերակ ունենք։ Պսակ, մեկ էլ Շաուրմա։ պսակ ու շաուրմա։ Այդ տեսնես ոնց կգնա։ Ես քեզ հետ եմ համաձայն այս անգամ, քեզ հետ համաձայն չեմ, ես էլ եմ կարծում, որ այս պատմությունը ճիշտ է։ Իսկ այս պատմությունը մեր ծելի ասմունքող գիդը ու չխափես մեզ։ Իրականում ես ամաչկոտ չեմ, ուղղակի լարված։ Այո! Այո! Ռոբերտ ջան, եւս մեկ միավոր հաճում եմ մեզ։ Ռոբերտը սենց է գնում, է։ Բայց ո՞նց է Որ չնայի, էլի։ Մի նայի։ Ամպեսի։ Ոչ ինչ վառ պատկերացում պիտի ունես, որ մարդուն տկլոր պատկերացում։ Բա։ Դեմդ կանգնում։ Բա, դու մամայիդ կասես, որ դրանում նորմալ ասի։ 3-2 եւ մենք գնում ենք դեպի երրորդ փուլ։ Մենք որնա դուք, ես չգիտեմ։ Ես չգիտեմ, ես կլինեմ երրորդ փուլում թե չէ, բայց դուք հաստատ գնում եք դեպի երրորդ փուլ։ Մեր հաղորդման գործընկերն է Արարատ Coffee Brand-ը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որն իր համային հատկանիշներով կգոհացնի ամենակմահաճ հայ սրճասերին։ Հիմա հասկանում եմ, թե ինչի քաղաքը Արարատ սուրճ է խմում։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք ու մեզ կոմենտերում կարծիք գրեք։ Դուք օգտվում եք Արարատ Coffee-ից։ Ոչ, ուրեմն այսօրվանից սկսած կօգտվեք, որովհետև դուք ունեք այս նվեր արկղները, Վաչե ջան, Լիլիթ ջան, Մերի ջան եւ Լարիսա ջան ունեք։ Խնդրում եմ վերցրեք, պետք չէ տխրել։ Այստեղ ես պետք է բացեմ նայեք ինքը։ Բրավորում ենք ձեզ։ Այո։ Ռոբերտ շատ է սիրում սուրճ, դրա համար այդ կոկտեյլի մեջ նաև սուրճ կա, ինքը գիտի։ Այո, տեսնում Նաև եք։ սուրճ է միացած։ Կա բաժակ, գեղեցիկ ջազվե եւ 3 տեսակի սուրճ։ Դուք կարող եք օգտագործել եւ այս տուփի մեջ հետո տակ մայրիկը կոճակներ պահի։ Կոճակներ, ասեղ, թել եւ նմանատիպ բաներ։ Արարատ Coffee։ Մեզ հետ արդեն մի քանի շաբաթ։ Դե ինչ սահուն անցում են կատարում դեպի ավելի երիտասարդ Ռոբ, ավելի թարմ, ավելի մի շարքական եղած երրորդ փուլ, որտեղ նա կօգտագործի իր ուղեղի հիմա թարմ վիճակը։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ կամ ոչ մեկիս հետ կապ չունի։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են ձեզ։ Շատ լավ է։ Եկեք բարձր ծափարություններով եւ աղմուկ աղաղակներով այստեղ հրավիրենք կասկածելի հյուրին։ Ձեզ կասկածելի հյուրն է այստեղ։ Դե ապա տեսնենք։ Անահիտն է, ամեն անգամ, երբ ես ինքնաթիռ եմ նստում ու արագություն հավաքում, որ թռնեմ, իմ հետևից դույլով ջուրաշփում որպես հաջողության նշան։ Անահիտն է, իմ բարեկամն է, ով ունի թթուների արտադրություն։ Ես նրան օգնում եմ թթուների համար կրեատիվ կարգախոսներ մտածել։ Okay։ Անահիտն է, իմ ընկերուհին է, մենք միշտ վիճում ենք, թե մեզնից ով է Ռոբը եւ ով է Գարիկը։ Վաչե ջան, դու օթաչու ես եւ
չվում ես, քո ետևից ջուրը բզծնում, Բզծնում է, այո։ շփում Անահիտը։ Անահիտը։ Անահիտի հետ ես ծանոթացել եմ այդ այրոդրոմում։ Ինքը ոչ միայն իմ հետևից, ես էլ նենց չի որ շատ թռիչքներ եմ արել, 2-ից 3, եւ ինքը բոլոր ինքնաթիռների հետևից ջուր է շփում, դա իր ոնց որ ասած մասնագիտությունը չէ, ուզում է սրտով անցնում է բոլոր ինքնաթիռների հետ ինչպես։ Այդտեղ ինքը ինչով ասպա։ Տերնա։ Ճիշտն ասած չգիտեմ ինչով ազբաղվում, բայց Անահիտին միշտ այդ այրոդրոմում ես տեսել եմ ու իր մասին բոլորը գիտեն, ինքը ավելի կանգնած, հա։ Դույլով աղջիկը։ Դույլով բոլոր ինքնաթիռների, բոլոր թռիչքներից հետո հետո գլխին Վաչեջան ձեր հերթն։ take off-ից հետո սպասում է։ Իրան ոնց է կենտեղ դիմում։ Անահիտ։ Հենց Անահիտից։ Բայց անկեղծ չգիտեմ ինչա, ինքը ավելի հայտնի է ջուր շփելու իմաստով։ Ջուր շփող Անահիտը։ Ցան մենք գիտենք ինքը թղթաբանական գործողություններ անում, որից ես հեռու եմ, չգիտեմ այդ ինչ։ Այսինքն ինքը այդտեղ ուրիշ մասնագիտությամբ է, զուտ համել սրտով է տա։ Այո, շատ սիրալիր ընտանիքի նման այրոդրոմ է, բոլորը իրար սիրում են բան։ Հենց թռիչքը դնես չի այնտեղ ամեն օր էլ թռիչքա լինում, թռիչքը այնտեղ մի քիչ երևույթ է։ Լինում այն ժամանակ, երբ Անահիտին հարմար է։ Որ ջուր շփի։ Ինքը Բայց լինում է որ ջրով կանգնում է, գալիս են լվացվում։ Սփիչով։ Բարի շնորհակալություն, եթե Վաչեին այլ հարցեր չկա, Անահիտը Անահիտը բարեկամի աղջիկն է, բարեկամից աղջիկն է։ բարեկամի աղջիկն է, որ բարեկամի։ Քերոս։ Իմ քերի աղջիկն է։ Քերո աղջիկն է։ Այո։ Հարազատ քերի։ Չէ, հարազատ չէ։ Չէ, հարազատ չէ։ Մամայիս ոչ հարազատ եղբոր աղջիկն է, բայց ընտանիքներով շատ մոտիկ ենք, դե Անահիտը փոքր երեխա էր ես, որ դեռ նոր է սկսում ինձանից մի Խաղալիք թթուներով էր խաղում։ Չէ, խաղը չէ, փոքր աղջիկ էր, հիմա բացել է թթուները, ինքը իդեպ շրջանից է, Երևանում չեմ ապրում, իրանք ունեն մեծ հողամաս, որտեղ աճացնում են թթվի համար պետքական կաղամբ, վարունգ, գազար, լոլիկ, չէ, բանկա, լոլիկ ամեն ինչ իրենց արտադրամասն է, իրենց արտադրամասն է եւ իր հայրիկի եւ մայրիկի հետ անում են, ես էլ բնականաբար որպես նրանց Գերդաստանի կրեատիվ կողմ խնդրել են միասին զարգացնել իրանց թթվի արտադրությունը, որ ավելի ճանաչելի դառնա մարդկանց։ Իսկ թթվի կարգախոս ասելով ի՞նչ նշանա։ Դե կարգախոսներ, Օրինակ վարունգ։ Օրինակ վարունգ չէ, ուրեմն նայեք, թթու վարունգ, թթու կաղամբ, մեկ կծոցով արեք դուք համբ։ Իսկ մի հատ։ Մեկ Թթու վարունգ, թթու կաղամբ, մեկ կծոցով արեք դուք համբ։ Արեք դուք համբ։ Այս համբ։ Հաֆ ես ասում։ Կաղամբ համբ։ Համբ, թթու վարունգ, թթու կաղամբ, մեկ կծոցով արեք դուք արեք համբ։ դուք։ Ինքը բրենդի անունը իդեպ հա, Տեսին բրենդի հարցնի։ անունը թթվիկ է։ Թթվիկ։ Թթվիկ։ Կա շուկայում։ Թթվիկ, շուկայում կա, իհարկե կա, շուկայում կա։ Ժամանակակա։ Մեկ տարի է իրենց այդ շրջանում իրենց Տավուշի մարզից են, այդտեղ էին Իջևանից են իրանք, Իջևանի խանութներում կար, հիմա ուզում են մտնեն բնականաբար Երևան եւ այլ Բայց մարզեր։ այդ կարգախոսը չի թողնում, հա։ Լավ քիչ է թողնում։ Լավ զվարճալի լուրջ եմ ասում։ Կտենաս Instagram-յան Մտնենք շուկա հանենք, հա։ լուրջ եմ ասում։ Instagram-յան տիրույթում կտեսնես, որ ես գովազդում եմ, ուրեմն իրանք ունեն մեծ դույլով, Իրանց face տես, իրանց։ Չէ, face։ Ծաղկակահաբի գլխով սնձու չէ։ Չէ։ Ուրեմն իրանք ունեն Սես 1 կիլոգրամանոց գազարի թթուն են, միայն գազ մեջը, այդ գազարը արժի հենց 1000 դրամ։ Գնիր գազար եւ տուր 1000։ Ինքը կարգախոսը նաեւ դա գին ծանոթություն եւ կարգախոս։ Բազարը հայերեն բարձ չենք օգտագործում մենք։ Մենք միայն հայերեն, չէ, թթվիկ ընկերությունը հայերենի ջատագով է։ Տես ոնց որ գազերը ինքը իրականում 200 դրամ է, բայց Ռոբի գրած կարգախոսի պատճառով անիմաց թանկ են դրել, ոչ ոք չի բավարարում։ Ժողովուրդ, բայց գազերը Գազար 1000, բայց մեր վրա 40 է նստում, 40 դրամ։ Մեկ երկու կարող էլ ծախենք լավ, չէ, գազար 1000։ Բայց գործը արված է, թե աշխատանքը, աղաջուրը, ինքը պղպեղա մեջը, համեմունքներ հետաքրքիր կա, դափն ու տերևներ։ Դե միշտ պաշտպան։ Ռոբ, ուզում էի հարցնել, գրած էր կարգախոսներ։ Ասեցի երկու հատը։ 1000 Այդքանն է։ Նայ գազարը 1000, իսկ կա հենց 1000-ի թթուր, ասես 1000-ի թթուր, այս մեկը 200։ Բայց լավ միտք է։ Բարի, շնորհակալ ենք Ռոբին եւ Լիլիթին լսենք, դուք ընկերուհիներ եք։ Այո։ Ու չեք կարողանում ոնց որ բաժանեք ձեր մեջ թե ով է Ռոբը, ով է Գարիկ։ Այո։ Ես ուզում էի հարցնել, խաղ եք խաղում,
Դերերով երևի։ Չէ, տենց չի, տենց խաղ չի, ինքը ավելի շատ ասոցիացիա է։ Օրինակ, թե դե մենք ես ու ընկերուհիս Գարիկին ու Ռոբերտի շատ ենք սիրում, ասենց ասած մեր կուրքերն են համարվում իրանք։ Կարևորն էր ինքը։ Չէ, շատ ենք սիրում։ Օրինակ, սենց էինք միշտ բաժանում, ով ավելի։ Օրինակ, Անահիտը սիրում է ավելի շատ Ռոբին, իսկ ես ավելի շատ սիրում եմ Գարիկին։ Ոնց է Լուրջ ես ասում։ Լուրջ ես ասում, Անահիտ ջան, արի ստեղ։ Դու ինչով ես նման Ռոբին։ Կամ ինքը Գարիկին ինչով է նման։ Հումորով։ Իա ինչով ես նման ինձ իրոք։ Հա, 3 հատկանիշ կա, Ոչ մեկը որով նման չէ։ առանձնանում է այն, որ դուք տենց հասկացել եք եթերին։ Օրինակ, ինչպես տեսել ենք եւ տեսնում ենք, Ռոբը ավելի էմոցիոնալ մարդ է, քան օրինակ Գարիկը։ Գարիկը երաժիշտ է, ոնց կարող էմոցիոնալ չլինի։ Ռոբն էլ պրոդյուսեր։ Չէ, էմոցիոնալ ես նկատի ունեմ ավելի շատ արտահայտվող, ավելի շատ ժեստեր ունի, այդ էմոցիոնալ ինքը ավելի արտահայտվող է։ Մենակ ես էլ եմ տենց ավելի շատ էմոցիոնալ մարդ եմ։ Արի մոտս։ Բայց ինչքան է խորացել։ Չէ, մենք իրականում տենց խորանում ենք բոլոր ֆիլմերի, մուլտֆիլմերի, բոլոր կերպարները մենք առանձնացնում ենք, թե ով ում է նման։ Ուղղակի դուք մեզ չեք ճանաչում, դրա համար Մի չգիտեք։ րոպե ներեցեք, երկրորդ հատկանիշը կասեք, որն է, որ նման է Ռոբին։ Ռոբին, էմոցիոնալ լինելը, մեկ։ նաև Ռոբը ունի շատ ինտելեկտուալ հումոր։ Դուք ինտելեկտուալ եք, նա ոչ։ Հա, Գարիկը ոչ։ Չէ, ես ոչ չեմ ասում, ավելի շատ ինչով ենք նման, էլի, Էլ երրորդը։ Երրորդը։ Դե մեկ էլ հա այդ մտածել եմ։ Չէ, ժեստիկուլացիա։ Որ շատ եք ժեստերով խոսում, շփում։ Իտալական ինքը, չէ, ավելի։ Ժեստերով, միմիկաներով, Բայց դուք ժեստերով։ եք կռվում։ Եթե դուք երկուսդ էլ օրինակ դու գիտես, որ դու Ռոբերտին ես նման, ինքը գիտի, որ ինքը Գարիկին է Հա, նման։ որովհետև հենց այդ է, ես ավելի շատ ինձ նման մեզ Ուզում ես նման Գարիկին նման լինես։ Չէ, ես ավելի շատ հա ես ուզում եմ Գարիկին նման լինեմ, բայց ես իրականում բոլորն գիտեմ, որ ավելի շատ Ռոբին եմ նման։ Նույնն էլ Դուրս ես եկել ընդհանրապես։ քո դեմ։ Հասկացա։ Իսկ ինչ որ Ես կարամ փորձեմ նմանվեմ Ռոբին, տենց դու կնմանվես ինձ։ Տենց, այսինքն ավելի շատ ինձ սիրում եք, նման չենք, դրա համար տենց է լինում։ Ես կպարտվեմ։ Իսկ կներեք, այդ ոնց է լինում, սենց իր այդ նստած եք, սկսում եք կռվել, որովհետև ինքը ասում Դա է։ ավելի շատ միշտ հիմա էլ տենց չի, բայց առաջ, որ օրինակ մեր ընկերներին էլ հարցնում էինք, մի հատ ասեք մենք ես ավելի շատ Ռոբին եմ նման, թե Գարիկին, որ ասում էին Ռոբ, վայ դու Ռոբին ես նման, ես եմ շատ սիրում իրան։ Հա, օքեյ։ Բայց վել ասում ես Ռոբին նման չեմ, մի վիրավորեք։ Գրայեցի, այս։ Նույնն էլ բոլոր ոչ միայն այստեղ, այլև եթե կինո ենք նայում, միասին կամ առանձին միասին նայել ենք, այդտեղից էլ են կերպարներ վերցնում, ով ում է նման։ Մենք չդա վիճաբան չայ, մենք սիրում ենք այդ ասոցիացիա խաղը։ Բարի, եկեք հասկանանք Վաչեի, Ռոբի, թե Լիլիթի մոտ է եկել Անահիտը, թե պարզապես պատահական անցորդ է, ով ոչ ոքի մոտ հյուր չի եկել։ Ձեր կարծիքները խնդրեմ։ Իմ կարծիքով Լիլիթի մոտ է եկել։ Լիլիթի ընկերուհին է։ Անահիտը։ Ես իրան մի քիչ Ռոբին նմանացնում եմ։ Իսկ մա կարա բարեկամական բան դնի իրենց։ Քերոս աղջիկ, Անահիտ, քերին կբարևեք։ Բայց ավելի շատ հակված եմ, որ ոչ մեկի հյուրը չի։ Ես էլ եմ կարծում, որ եկել է Լիլիթի մոտ, համաձայնում եմ քեզ հետ, մեծամասնությունը կարծում եմ Լիլիթի մոտ եւ մենք ավելի adekvat մեծամասնությունը կարծում եմ Լիլիթի մոտ, մենք պատասխանում ենք, որ Անահիտը Լիլիթի հյուրն է։ Խնդրեմ, Սելի Անահիտ, ում հյուրն եք դուք։ Բարև ձեզ, ես Անահիտն եմ եւ ես եւ Լիլիթը միշտ վիճում ենք, թե ով է Ռոբը, ով Գարիկը։ Այո։ Բարձր մեծ ծափարում ենք Անահիտին։ Անահիտ ջան, հիմա Գարիկը դու, Գարիկ թե Ռոբ։ Ես ձեզ եմ շատ։ Այ եկեք։ Անահիտը եւ երիտասարդ Ռոբ։ Բայց եկեք միասին գրենք, չէ։ Գարիկի ճանոր, ես ճանորի, ոչ էմոցիոնալ է։ Էմոցիոնալ է։ 5 Անահիտ ջան, շնորհակալություն։ Ինձ համար ձեր սերը ավելի կարևոր է, քան ինչ-որ 3 միավոր։ Մենք ես եւ Գարիկը նվեր ունենք։ Glovo ընկերության կողմից նվիրում ենք պրոմոկոդ նվեր քարտ։ Գիտեք ինչքան գումար։ 30,000 դրամ։ 30,000 դրամի կարող եք դուք եւ Լիլիթը պատվիրել սնունդ եւ դեղորայք եւ ուտել։ Հա դու Ռոբին ես նման եմ այժմ։ Ծափարում ենք Անահիտը ունի Ես իդեպ դիտմամբ չեմ բացում, որովհետև այնտեղ պրոմոկոդ կա, որպեսզի ոչ մեկ Մենք գիտենք այդ պրոմոկոդը։ Այդ պրոմոկոդը չի, բայց բարձր ծափարում ենք Անահիտի, շնորհակալություն։ Շնորհակալություն։
Ես ում ելույթ ունենալ։ Դե շատ նմանական այդ հետ, ես հիմա խառնում եմ նույնիսկ, Անահիտը գնացել է։ Ես Անահիտն է, հիմա Անահիտն է այստեղ։ Ախի արիդ է։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այսօրվա բոլոր անակնկալների համար, նվերների, բարեմաղթանքների, ամեն ինչ շատ հոյակապ է, իրոք սա ուղղակի բառեր չեն, իմ ծնունդը երբեք այսքան ուրախ, այսքան էմոցիոնալ եւ այսքան մարդաշատ չէր անցել։ Իրոք, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Այսպես Միքելանջելոյով ավարտել։ Այսպես շատ։ Այո, այսպես ավարտի։ Ռոբերտի արարումը։